հայ-ռուսական բարեկամական ակումբը գտնվում է ազգային ժողովի շենքում։ Իմիջիալոց դες տեղեկացնեմ, որ շատ շուտով, այսինքն նույն պայմանավորվածության շրջանակներում, որի շրջանակներում ազգային ժողովի շենքում բացվել է հայ-ռուսական բարեկամության ակումբը, այդ նույն պայմանավորվածության շրջանակներում ուրեմն զուգահեռը նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի շենքում բացվելիք զուգահեռ ակումբն է, որի վերաբերյալ նույն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հիմա նախապատրաստական աշխատանքներն են կատարվում եւ որը ըստ իս որքան որ ես տեղյակ եմ նախապատրաստական աշխատանքների ընթացքից Հայաստանի ազգային ժողովի նախագահի Ռուսաստանի Դաշնության պետական դումա կատարվելիք այցի շրջանակներում բացվելու է եւ մենք ունենալու ենք եւս մեկ հարթակ պետական դումայում հավասարազորը ինչպես եւ մեզ մոտ եւ կհուսամ որ հայ լրագրողների մեջ կլինեն այնպիսիները, որոնք հանդես կգան այդ ակումբում եւ կասեն այն ամենը, ինչ իրենք մտածում են։ Այնպես որ ես ուզում եմ սրանով ասել, որ չեմ կարծում, որ որևէ մեկիս համար անհաճո, վերականջին անհաճո ինչ որ բան չլսելը կամ թեման փակելը կամ թեման հնչեցնելու ճանապարհները փակելը դա ճիշտ վերաբերմունք է։ Ներողություն Կիսելովինով էր հրավիրել։ Ներողություն, եթե թույլ տաք ես ավարտեմ խոսքս։ Հակառակը, մենք պիտի փորձենք ավելի զգոն լինենք, մենք պիտի փորձենք ավելի լրջորեն հասկանալ, թե մեր ռազմավարական գործընկեր երկրում կամ երկրներում, պարզապես գործընկեր երկրներում, նաև մեր հակառակորդ երկրներում ինչ են մտածում, ինչ արգումենտացիա են օգտագործում, ինչ նկրտումներ ունեն, ինչ հավակնություններով են հանդես գալու, եւ եթե այս ամենը մենք չուսումնասիրենք, չիմանանք, ապա կարծում եմ, որ մենք շատ շուտով շատ բոբիկ ենք մնալու, եւ սա մեր իսկ շահերից է բխում։ Կիսելովը մեր ակումբում հանդես էր եկել, որովհետև առիթով Հայաստանում էր եւ չգիտեմ ինչ խնդիրներով էր Հայաստանում, բայց նաեւ առիթ էր, որ ինքը հնարավորություն ունենար գալ եւ հանդիպել ձեզ հետ, մեզ հետ, ուրեմն թեման հասարակական կազմակերպություններ, տեղեկատվական դաշտ, սրան առնչվող թեմա էր, հրավիրված էին 60-ից ավելի ներկայացուցիչներ, մեր պատգամավոր գործընկերները դժգոհում են, թե ինչու իրենք ներկայացված չէին, իրենք հրավիրված էին, կային մարդիկ ընդդիմությունից, որոնք չէին եկել, բացի դրանից հրավիրված էին բազմաթիվ մարդիկ հասարակական կազմակերպություններից, տեղեկատվական դաշտից, եւ բոլորովին այնպես չի, որ այդ բոլորը իշխանական ներկայացվածություն ունեին, հակառակը, հակաիշխանականները եւ անկախները ճնշող մեծամասնություն էին այնտեղ ներկայացնում եւ ունեին շատ լավ հնարավորություն հակադարձելու բոլոր հարցերին, որոնք հնչել են եւ շատերը նրանցից հակադարձել են։ Ակումբը ազատ հարթակ է, ակումբում ազատ բանավեճ է ընթանում եւ այդ ակումբը հենց այդ նպատակով է ստեղծված եւ մենք ճիշտ ասած մինչ օրս ակումբում այդ պաշտոնական սահմանազատումը այս պաշտոնյայի, այն պաշտոնյայի լրագրողի կամ մեկ ուրիշի հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հետ չենք դրել, այսուհետ էլ չենք դնելու, ձեզ հետ համագործակցելիս, ձեզ հետ բանավեճելիս եւս չենք դնելու եւ չենք մտածելու, որ այ պատգամավորն է կամ փոխխոսնակն է եւ դրա համար լրագրողի կողքին չպիտի որ նստի, նույնիսկ եթե նա ռուս լրագրող լինի կամ բրիտանացի կլինի կամ բրազիլիացի կամ որևէ մեկ, շատ ավելի ճիշտ ենք համարում, որպեսզի հասկանանք յուրաքանչյուրի մտածելակերպը եւ զինված լինենք։ Իսկ ակումբը իրականում բաց, ուրեմն քաղաքական եւ պաշտոնական շրջանակներից դուրս բաց քննարկում է եւ այդ քննարկման ժամանակ ես ներողություն եմ խնդրում, կարծում եմ ված չի, եթե ես նստեմ Մհեր Արշակյանի կողքին եւ իր հետ միասին ինչ-որ թեմա քննարկեմ։ Դրանից կարծում եմ ձեզանից որևէ մեկը չպիտի որ վիրավորված լինի, նույնիսկ եթե Մհեր Արշակյան լինի շատ ավելի հակա, ուրեմն իշխանական կամ հակա հայացքներ ունեցող, քան ասենք որևէ մեկը։ Լրեց ով քիչ լրեց, լավ ընդունենք, թե ասենք պատգամավորներից որևէ մեկը, լավ ես ի սկզբանե միջև վերջ լուր եմ մնացել, Ժորժ ջան, 60 հոգի մարդ է նստած եղել, ոչ մի վարքյան լռություն չի եղել, բոլորը անընդհատ խոսել են։
ուրեմն համարենք, որ պատգամավորները լուր համաձայնվել էին, բայց քան հակադարձումները, որ հնչել էին եւ մեր թերթերի ներկայացուցիչների, ՀԿ-ների, այդ բոլորը ոչ մի արժեք չունի։ Այդ բոլորը եղել է, չէ՞։ Ով է ասում, որ լռություն է եղել եւ տեր ու ծառա է եղել։ Սա պարզապես կանխավ վերաբերմունք է։ Մենք հասկանում ենք, որ բազմաթիվ գործոններ են այստեղ միախառնված։ Մենք հասկանում ենք, որ հակառուսականները փորձելու են ուրեմն սա գնահատել կամ այնպեսի ընթացք տալ, որ տեսեք մենք ուրեմն ռուս որևէ ներկայացուցիչ իր տեղը դրեցինք, եվրոպամետները փորձելու են ցույց տան, որ իրենք ինչքան են ուրեմն լավ ծառայում եվրոպական տերերին կամ ամերիկյան տերերին, հակաիշխանականները բնականաբար իշխանական ներկայացուցիչների, իշխանության պատգամավորների որևէ քայլը չեն հավանելու եւ անպայման սխալ են համարելու։ Մենք դա շատ լավ հասկանում ենք, բայց այդ հանդիպման ժամանակ եղել են 60-ից ավելի ՀԿ-ների տեղեկատվական ուրեմն մարմինների ներկայացուցիչներ եւ նրանք շատ ակտիվ մասնակցել են ու շատ ակտիվ եւ հակադարձել են եւ իրենց սեփական հարցադրումներն են արել։ Էլ չեմ ասում, որ մենք եւս թե պարոն Հայկ Բաբուխանյանը, թե ես, թե պարոն Վարդապետյանը, որ փոքրինչ բացակայեց, բայց վերադարձավ եւ ուրեմն նույնպես այդ բոլոր թեմաներին պատասխանել են։ Խնդրեմ ձեր հարցը ներկայացեք։ Վարկածը կամ ձեր դերակատարությունը տաքսիստերի պատիվը պահելու վերաբերյալ, բայց կարծում եմ այնքան էլ տեղին չէ, որովհետև տաքսիստերին մենք էլ չթողեցինք, որ վիրավորեն։ Եվ մենք էլ տեղում անմիջապես արձագանքեցինք, որ մեր տաքսիստները շատ էլ զարգացած են եւ այլ լեզուներ էլ գիտեն, ոչ միայն ռուսերենը, եւ չգիտենք իսկապես Կիսելյովը տաքսի նստել էր թե չէ, եւ թե ինչ տաքսիստներ իրեն պատահել։ Բայց եւ այնպես, ուրեմն այս թեմայում կարծում եմ դուք դժգոհելու կամ տաքսիստները դժգոհելու, սա արդեն առանց հեգնանքի եմ ասում, հնարավոր է։ Այս առաջինը։ Երկրորդը Եվրոպամետ է եղել տաքսիստը։ Երկրորդը նվաստացուցիչ, ինչա ոնց ասեցիք կներեք։ Քաղաքականության արդյունքեր ոմանք Մենք չենք համարում, որ նվաստացուցիչ քաղաքականություն ենք վարել կամ վարում։ Այն ինչ Հայաստանի պետության պետական քաղաքականությունն է, մենք համարում ենք, որ դա այն քաղաքականությունն է, որը բխում է Հայաստանի շահերից եւ դա ոչ թե նվաստացուցիչ է, այլ մեր շահերը եւ մեր ժողովրդի անկախությունը եւ ազատությունը պաշտպանելու վրա խարսխված եւ մեր ազգային արժեքները պաշտպանելու վրա խարսխված քաղաքականությունն է։ Այդ իմաստով իմիջիալոց բոլորովին չեմ համարում, որ շատ այսպես ազգային լինելու համար պետք է անպայման ռուսերեն չիմանալ կամ չիմանալ անգլերեն, ֆրանսերեն եւ այլ մնացած էլի շատ բազմաթիվ լեզուներ եւ համարում եմ, որ մարդը կարող է շատ լեզուներ իմանալ, դրա հետ միասին հայերենը լինի իր աղոթքը, լինի իր ազգային արժեքը եւ ինքն էլ լինի այդ ազգային արժեքի կրողն ու պաշտպանողը։ Բոլորովին որևէ մեկը, որևէ այս թեզը իրար հետ կապված չի կամ իրար ներկա հաստատող թեզ չէ։